Սիրելիներս ողջույն, եկեք միասին շատ համեղ կաթնաշորով թխվածքաբլիթներ պատրաստենք։ Բաղադրատոմսը ինչպես միշտ շատ պարզ ու հեշտ է, իսկ արդյունքում ստացվում են շատ փափուկ ու նրբահամ թխվածքաբլիթներ։ Դե ինչ պահպանեք ու անցնենք գործի։ 1 կիլոգրամ ալյուրի մեջ ավելացնում ենք 150 գրամ մի փոքր հալեցրած կարագ, ձեռքով տրորում, վերածում փշրանքի։ Պետք է ստանանք համասեռ զանգված, որից հետո ավելացնում ենք 150 գրամ շաքարավազ ու կես թեյ գթալ վանիլին։ Լավ խառնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք թթվասեր ու մածուն։ Ես օգտագործում եմ աշտարակ կաթ ապրանքանիշի կաթնամթերքը։ Մեզ հարկավոր է 100 գրամ թթվասեր ու 450 գրամ մածուն։ Այժմ այս զանգվածի վրա ավելացնում ենք 1 թեյ գթալ սոդա, 1 հարազդու ու հունցում խմոր։ Պետք է ստացվի փափուկ, մի փոքր ձեռքերին կպչող, ոչ շատ պինդ, ոչ էլ շատ թույլ խմոր։ Այս թանձրության խմոր պետք է ստացվի։ Հիմա առնվազն 1 ժամ պետք է հանգստանա։ Ծածկում ենք ու դնում մի կողմ։ Իսկ այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը, որի համար մեզ հարկավոր է 400 գրամ 7% յուղայնության կաթնաշոր, 100 գրամ շաքարավազ, մի պտղունց վանիլին, 1 ձվի սպիտակուց ու 1 ճաշի գթալ ալյուր։ Հիմա գթալով տրորում ենք այնքան, մինչև որ ստանանք համասեռ զանգված։ Վերջ, միջուկը պատրաստ է, կարող ենք ձևավորել թխվածքաբլիթները։ Աշխատանքային մակերեսին մի փոքր ալյուր ենք շաղ տալիս ու խմորը բաժանում 4 հավասարաչափ մասի, որից հետո յուրաքանչյուրը գնդում ենք ու ոչ շատ բարակ շերտով կրկնակում։ Ու այսպես ձևամանի կամ բաժակի օգնությամբ շրջաններ ենք ստանում։ Խմորի մի մասի վրա ավելացնում ենք կաթնաշորային միջուկը, իսկ մյուս մասը ծալում, ստանում այսպիսի թխվածքաբլիթներ։ Իսկ հիմա տեղափոխում ենք յուղաթղթով պատված ջեռոցի տապակի մեջ։ Եթե յուղաթուղթ չունեք, կարող եք պատել կարագով ու վրան մի փոքր ալյուր շաղ տալ։ Կամ կարող եք ձեռք բերել այսպիսի հրաշք բազմաֆունկցիոնալ սիլիկոնե գորգ, որը նախատեսված է ջեռոցում տարբեր ուտեստներ պատրաստելու համար։ Արտիկուլով կիսվում է։ Պատրաստված է անվտանգ սննդային սիլիկոնից, ունի չկպչող ծածկույթ ու հեշտությամբ մաքրվում է օգտագործելուց հետո։ Աղջիկներս սրտանց խորհուրդ եմ տալիս դուք էլ ձեռք բերեք, այս գորգը խոհանոցում անփոխարինելի օգնական է։ Թխվածքաբլիթները պատում ենք ձվի դեղնուցով ու տեղափոխում նախապես տաքացրած ջեռոց, թխելու ենք 200 աստիճանի տակ, մինչ այսպիսի գեղեցիկ ոսկեգույն դառնա։ Սիրելիներս, այս բաղադրատոմսը ձեզ մոտ անպայման պահպանեք, շատ համեղ, անուշաբույր ու փափուկ թխվածքաբլիթներ են ստացվում։ Մեկ անգամ պատրաստելուց հետո վստահ եմ, որ շատ հաճախ եք պատրաստելու։ Հեշտ, արագ ու ամենակարևորը համեղ։ Դե ինչ սիրուններս, եթե այս հոլովակը հավանեցիք, ապա չմոռանաք լայքել, կիսվել այս բաղադրատոմսով նաև ձեր ընկերների հետ ու բաժանորդագրվել իմ տնական բաղադրատոմսեր ալիքին։ Իմ էջում շատ հեշտ ու համեղ բաղադրատոմսեր կան, այնպես որ անպայման բաժանորդագրվեք։